Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիություն կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական եւ տնտեսական նշանակության մասին։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա նաեւ ընդգծել է միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը։ Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես կենտրոնական Ասիայի, այնպես էլ հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները։ Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Նրա խոսքով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան եւ կենտրոնական Ասիան։ Հրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ Հայաստան, այս մասին հայտարարել է Կավելաշվիլիի միջազգային հարաբերությունների գծով խորհրդականը։ Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ օտարերկրյա երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ Վաշինգտոն այցի ընթացքում Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման հարցը։ Դմիտրիևի խոսքով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ի տարբերություն նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի լսում է Ռուսաստանի դիրքորոշումը եւ հասկանում է Մոսկվայի մտահոգությունները։ Նա նաև հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական եւ ներդրումային բնույթի հարցեր։ Մենք տեսնում ենք ամերիկյան ընկերությունների Ռուսաստան վերադառնալու մեծ ցանկությունը։ Այդ ընկերությունները ցանկանում են զբաղեցնել եվրոպական ընկերությունների տեղը, ասել է Դմիտրիևը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արկտիկայում հազվագյուտ մետաղների արդյունահանման եւ այլ ոլորտներում հնարավոր համագործակցությունը։ Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկել են նաև ուղիղ չվերթների վերականգնման հարցը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցությունների ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավարը նշել է, որ Կրեմլը պատրաստ է քննարկել Կիևի անվտանգության ապահովման տարբերակները։ Անվտանգության որոշակի երաշխիքներ այս կամ այն ձևով կարող են ընդունելի լինել, շեշտել է նա։ Միևնույն ժամանակ նա կտրականապես բացառել է, որ Մոսկվան կընդունի Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ։ Միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է շուտով հեռանա պետական ծառայությունից եւ վերադառնա իր ընկերությունների կառավարմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, որ ցանկանում է աշխատել Մասկի հետ այնքան երկար, որքան դա հնարավոր է։ ԱՄՆ փոխնախագահն էլ նշել է, որ Մասկը կշարունակի ծառայել որպես խորհրդական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Նա նշել է, որ Մասկը կմնա նախագահի եւ իր անձնական խորհրդականը, ընդգծելով նրա ներդրումը բյուրոկրատիայի կրճատման եւ կառավարության ծախսերի արդյունավետության բարձրացման գործում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական ընկերություններին կոչ է արել դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգներում ի պատասխան Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքեր սահմանելու որոշման։ Այն ներդրումները, որոնք հայտարարվել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում, պետք է ժամանակավորապես կասեցվեն։ Մենք պարզաբանելու հարցեր ունենք Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Մակրոնը Ելիսեյան պալատում տուժած ոլորտների եւ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Մակրոնը համերաշխության կոչ է արել։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը հաստատում է, որ Ֆրանսիան ճիշտ է վարվել ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելով։ Մենք միամիտ չենք, մենք պատրաստվում ենք պաշտպանվել, հայտարարել է Մակրոնը։ Նա նաև նշել է, որ Բրյուսելը պետք է ձեռնարկի պատասխան քայլեր։ Իսրայելի պաշտպանության բանակից հայտարարել են Գազայի արևելքում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործողության շրջանակներում զորքերը ոչնչացրել են Համասի ահաբեկչական օբյեկտներ, ներառյալ հրամանատարության եւ կառավարման կենտրոնը, որը ծառայել է Համասի ահաբեկիչներին ահաբեկչական հարձակումներ պլանավորելու եւ իրականացնելու համար։ Գերատեսչությունը նշել է, որ գործողության մեկնարկի ընթացքում եւ դրանից առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը թույլատրում են խաղաղ բնակչության տարհանումը մարտական գոտուց։ Իսրայելական բանակը հավաստիացրել է, որ կշարունակի գործել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ Իսրայել պետության քաղաքացիներին պաշտպանելու նպատակով։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, զանգվածային հարվածներ հասցնելով անկլավի տարբեր շրջանների։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել պաշտոնանկ անել նախագահ Յուն Սոկ Յոլին, բավարարելով խորհրդանի իմպիչմենտի միջնորդությունը։ Հարավային Կորեայի գլխավոր արդարադատության ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ նախագահը չարաշահել է իր լիազորությունները ձեռնարկելով գործողություններ, որոնք դուրս են սահմանադրությամբ ամրագրված շրջանակից։ Դեկտեմբերի 3-ին նա երկրում ռազմական դրություն էր հայտարարել, զորքեր մտցրել ազգային ժողով եւ պահանջել էր ձերբակալել քաղաքական գործիչների։ Յունի պաշտոնանկությունից հետո սահմանադրության համաձայն նախագահական
նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 60 օրվա ընթացքում։ Դատարանի որոշումից հետո Յուն Սոգ-յոլը ներողություն է խնդրել ժողովրդի ակնկալիքները չարդարացնելու համար։ Մերի Ներսիսյան, լուրեր։